Մանթաշանցը դա ֆիլտրված հայազդի գործարարների ամենամեծ ցանցն է աշխարհով մեկ։ Որը հնարավորություն է տալիս հազարավոր գործարքներ եւ ներդրումային պրոյեկտներ տարվա ընթացքում։ Մանթաշանցը միկրոմակարդակում ձևավորում է վստահություն անդամների միջև, որ իրար հետ համագործակցեն։ Առանց այսպիսի հանդիպումների ճիշտ եւ արդյունավետ քաղաքականություն իրականացնել հնարավոր չի, որովհետեւ բիզնեսի մասին կամ բիզնես միջավայրի մասին տեղեկություն եւ փորձ ամենաշատը ունի հենց այն մարդիկ, ովքեր զբաղվում են բիզնեսով, եւ հնարավոր չի արդյունավետ քաղաքականություն իրականացնել առանց այդ երկխոսության։ Երկու տարի է ինչ ակումբի անդամ ենք։ Մանթաշանց ակումբը հնարավորություն է տվել բնականաբար նոր կապերի ստեղծման համար, որը բիզնեսի համար բոլորս գիտենք շատ կարևոր է։ Պլատֆորմի միջոցով հիմա ավելի տեսանելի է դառնում նույն մեր բիզնես պրոյեկտը, ավելի մեծ է հնարավորությունը, որ մեր ակումբականները տարբեր մասնաճյուղերից, տարբեր երկրներից, այդ թվում նաև կկարողանան այսպես ասած ծանոթանալ մեր առաջարկի հետ։ Հիմնական ֆունկցիան պլատֆորմի դա ներդրում անել ցանկացողին կապել մարդու հետ, ով որ ունի ներդրումի կարիք, բայց հնարավորություն է կապել իրար մոտ արժեհամակարգով, իրար մոտ ամբիցիաներով, իրար մոտ գաղափարներով մարդկանց։ Լինելով կամուրջ Մանթաշանց ակումբը նաև այսպես ասած այն երաշխավորի դերում է գտնվում, որ մարդիկ հասկանում են, եթե մի բիզնես պրոյեկտ հայտնվել է այս հարթակում, դա նշանակում է, որ մենք հանգիստ կարող ենք լինել, որ հետաքրքիր կարող է լինել մեզ եւ իհարկե վստահելի։ The work of Helvetas through its Reconomy program is based on the market systems development. And this means that we are not creating short-term project-driven solutions. Instead, we are working with the systems and the actors in those, trying to strengthen the actors and bring sustainable and viable business solutions. Today, that the union is opening already its 25th branch in Goris, Syunik region of Armenia. It is opening newer opportunities for the businessmen, for the entrepreneurs of Syunik region to get access to the finance, to get access to the investments. Եթե հիմա մենք տարեկան մոտավորապես 40 միլիոն դոլարի ներդրում ենք ներգրավել Հայաստանի Հանրապետություն, մեր խնդիրն է թիվը հասնել մոտավորապես 200, առաջիկա տարիների ընթացքում 200 միլիոն։